Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայն Հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 16-ն է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իրանի շուրջ զարգացումները այն մակարդակին են հասել, որ արդեն Վլադիմիր Պուտինն է արդեն դերակատարություն ստանձնել, որ ցույց տա ինքնակարգավորող ֆունկցիա կատարողը։ Կրեմլը հաղորդել է, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Քննարկվել են Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր հիմնական մոտեցումները տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու համար քաղաքական և դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակել ձեռնարկել համապատասխան միջնորդական ջանքեր և նպաստել կառուցողական երկխոսության խթանմանը բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ։ Ու դրանից անմիջապես հետո եղավ հաջորդ հաղորդագրությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է. Պուտինը զանգահարել է Իրանի նախագահին Մասուդ Փեզեշքյանին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ զրույցից հետո։ Պուտինը ջանքեր է գործադրում Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը թուլացնելու համար։ Ինչն էր այստեղ կարևոր ուշադրության արժանի։ Իսրայելը հորդորում էր ԱՄՆ-ին, որ հարված է Իրանին, առիթը օգտագործի այնտեղի ներքին լարվածությունը, Իրանին հարվածելով շարքիցանի այդ պետությունը գործնականում կրոնապետությունը այս վարչակազմը, որովհետև անհանգիստ է, որ եթե նրանք կարողանան բալեստիկ հրթիռների հարցը շարունակեն և ստեղծեն, կատարելագործեն, քանակն ավելացնեն, առավել ևս որ նաև խոսքը գնում է ուրանը հարստացնելու հետ կապված, թեպետ չունեն փաստեր, որ դա կարող է դառնալ ռումբ, բայց համարում են, որ բավարար չափով հարստացրածը կարճ ժամանակում կդառնա ռումբ։ Եվ Իսրայելը ասում է, եթե այսօր Իրանին չկանխենք, վաղը ինքը կործանարար հարված կստանա։ Այսինքն այսօր համոզում էր Տրամպին, որ հարվածի, բայց երբ որ Տրամպը չգնաց այդ քայլին, Իսրայելը հիմա արդեն Ռուսաստանի հետ խոսում է, որ կարգավորի հարցերը Իրանի հետ։ Բա ինչ պատահեց, ժողովուրդ ջան, որովհետև եթե Իրանի հետ կապված հարցերը այնպես անեիք, ֆալս ստարտ չտայիք, որ այդքան համբերատար թագաժառանգ Ռեզա Փահլավին Ամերիկայում նստած լուրջ աշխատանք էր տանում, որպեսզի հարմար պահին քայլանի, բայց այդ հարմար պահը այնպես ստացվեց, որ շատ ինքը ներկայացրեց, որ դրսի օգնությամբ պետք է գալես անել, Ամերիկան էլ շատ կարևորեց իր անմիջական միջամտությունը, որը հակառակ ազդեցություն ունեցավ, եւ արդյունքում արդեն խոսում են կարգավորման մասին։ Եվ արդյունքում Ռուսաստանը այնքան գլուխը հանգիստ է, որ արդեն մտածում է, որ կարող է ինքը նաև Իրանի հետ կապված հարցերը կարգավորել։ Հիմա դրա համար, այսինքն Իսրայելը հասկացավ, որ այդ առաջի փուլը չանցավ։ Իսկ մենք գիտենք, որ նաև Ռեզա Փահլավին նաև ԱՄՆ-ում գտնված ժամանակ Իսրայել այցելել է, համենայն դեպս ինքը իր հարաբերությունները միշտ էլ նորմալ պահել է նրանց հետ եւ կարծում էր, որ հիմա իսկական պահն է։ Բայց մարդիկ ընդամենը վերջերս են, որ պատերազմ են տեսել թեկուզ 12 օրյա Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից, հատկապես Իսրայելին, նրանք չէին ներում։ Էնպես որ հիմա ինքը ստիպված եղավ Ռուսաստանի հետ խոսելով կարգավորի հարցը, որովհետև ԱՄՆ-ից արդեն այլ հռետորաբանություն է գալիս։ Երեք խոսքեր գնում, որ օգնությունը ճանապարհին է, հեսա հարվածելու ենք, հարձակվում ենք, էս ենք անում, քաղաքացիներին ասում են շտապ դուրս եկեք, իսկ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը խոսում է Իրանում տեղի ունեցող ցույցերի մասին, ասել է խոսելով. Երեկ մենք շատ կյանքեր փրկեցինք։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ 800 մարդու մահապատիժ, որ նախատեսված էր Իրանում, երեկ չեղարկվել է։ Նախ պաշտոնապես չի հաստատվել, որ դա 800 է, պաշտոնապես չի հաստատվել անգամ այն 8-ը, որի մասին խոսում էին, չորեքշաբթի օրը, որ որոշված էր, որ դա տեղի կունենա, պաշտոնապես չհաստատեցին, որ այո նման մտադրություն իրանք ունեն, այնպես որ
չեն էլ ասել, որ այո, մենք ուզում էինք անել, Ամերիկան միջնորդեց, խնդրեց, մենք հրաժարվեցինք, եւ փաստորեն ստացվում է, որ Դոնալդ Տրամպը ցանկանում է ցույց տալ, թե 800 հոգու կյանքը փրկելը արժեր, որ կոմպրոմիսի գնայինք Իրանի հետ, բայց այն դեպքում, երբ որ ինքը ասում էր, եթե իրանք մարդ կսպանեն կամ մահապատիժ կիրականացնեն, մենք նրան ծանր հարվածներ կհասցնենք, բայց հաշվարկեցին, տեսան, որ այդ ծանր հարվածները կարող է նաև ծանր նստի հատկապես Իսրայելը պատասխան հարվածներ կստանա, որտեղ մի երկու հարվածով ենթադրենք միջուկային օբյեկտներին հարված հասցնես շարքից անես, դա հասկանալի է, բայց դու այդ ինչ հարվածներ ես հասցնելու 1.650.000 կիլոմետր քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկրին 85 միլիոն բնակչությամբ, որ մի քանի հարվածով այնպես է վերանալու, որ պատասխան չի տալու Իսրայելին։ Մանավանդ, որ նախորդ պատերազմից հետո իրանք լավ էլ մտածեցին, ոնց պետք է թաքցնեն իրանց բալիստիկ հրթիռները։ Իհարկե, եթե նույնիսկ Իրանին հաջողվի այս իշխանությունը պահել, այնպես չի, որ դա նորմալ է։ 21-րդ դարում կրոնապետությունը նորմալ է, արյունով խեղդել ժողովրդական ցասումը նորմալ է, իհարկե չէ։ Ու այնպես ստացվեց, որ Հայաստանը, որ իր նվիրվածությունը հայտնեց այս իշխանությանը այնպես ինքնամոռաց, որ նույնիսկ իրանք էլ նեղացան Հայաստանից, թե բա որ տենց այն չէ, ես թույլ տալիս, որ գան հակա այս կառավարական ցույցեր անեն դեսպանատան դիմաց, որ մերոնք է ստիպված էին բացատրել, որ դա բոլորի պարագայում էլ ելնում է։ Այսինքն, եթե դուք ուզում եք Իրանի դեսպանատան դեմը ցույցերը կանխեք, պետք է մի հատ պրովոկատոր ուղարկեք մտնի ցուցարարների մեջ եւ գոռա Նիկոլ Հողատու։ Անմիջապես կգա բոլորին կծեփեն պատերին, կպարկաստեն ասֆալտին։ Բայց դա որ չեք արել։ Հիմա ենթադրենք իրանք Խամենեի դեմ բողոքում են։ Հայաստանը չի պետք է արկելի։ Այ Փաշինյանի դեմ բան ասեն կանի։ Փաստորեն ստացվեց այնպես, որ մերոնք այսօրվա իշխանությանը աջակցելով, այնպես էլ չի, որ դրանից դիվիդենդներ ստացան, որտեղ այդ ժողովուրդը տեսավ, որ Հայաստանը այս ռեժիմի կողքն է։ Եվ երկրորդ, այս ռեժիմն էլ այն աշճանի էր նեղացել, որ եկավ Հայաստանը մատ էր թափ տալի մեր իշխանությունները, թե դուք եք դարձել այդ շարժման հովանավոր պետություն, մեր ժողովուրդը ձեզ այդպես է անկալում։ Այսինքն սա փաստե իրողություն է, եւ հիշում եք, որ Պարբերաբար այս մասին խոսել ենք, ես երբեք ասենք չեմ ասել, որ տեսակ ես Ամերիկան, որ ասել է կտապալեմ, կտապալի, այնպես չի, որտեղ իրանք բավական սխալներ էին թույլ տալի։ Այնպես չի, որ շանս չունեն տապալելու այս ռեժիմը, բայց շատ ագրեսիվ սխալներ անելու պարագայում նաև իրանց տեխնատուն առաջ քաշելու հարցում, այնպես էր, որ հետո հասկացան, որ դա չի աշխատում այս պահին, պետք է ուրիշ տարբերակ մտածեն։ Բայց Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել 5 իրանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղադրվում են բողոքի ցույցերի ճնշմանը մասնակցելու մեջ, եւ զգուշացրել է, որ հետևում է աշխարհի տարբեր բանկերի իրանցի առաջնորդների միջոցների փոխանցումներին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնի ուղերձն Իրանի առաջնորդներին հստակ էր։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը գիտի, որ խորտակվող նավի վրա առնետների պես իրանական ընտանիքներից գողացված միջոցները դուք տենդագին տեղափոխում եք աշխարհի տարբեր բանկեր եւ ֆինանսական հաստատություններ։ Վստահ եղեք, մենք կհետևենք դրանց եւ ձեզ, բայց դուք դեռ ժամանակ ունեք, եթե որոշեք միանալ մեզ, ինչպես ասել է նախագահ Թրամփը, դադարեցրեք բռնությունը եւ աջակցեք Իրանի ժողովրդին, նշել է Բեսենթը։ Այս ուղղակի այսեն սանկցիան չի, որ ենթադրենք պետքա ցույց տար, որ տեսակ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշեց Իրանին տեղը դնի ու դրեց։ Մանավանդ եվրոպական կառույցներն եւ եվրոպական լուրջ պետությունները աջակցեցին այս հարցում Դոնալդ Տրամփին, մեղադրեցին Իրանի վարչակազմին, բայց միևնույնն է արդյունքը էս է, որ այդ շարժումը կարողացան կոտրել։ Շատ կուզենանք, որ մենք խնդիրներ չունենանք, երկընտրանքի առաջ չկանգնենք Ամերիկայի հետ, Եվրոպայի հետ բարեկամության եւ Իրանի հետ բարեկամության հարցում, բայց ինչպես տեսնում եք հիմա, երբ որ Իրանը այս վիճակից դուրս գա եւ ասի տեսակ, Ամերիկան վախեցավ, որտեղ միշտ ասում էր հակաքայլ կանեմ, դե կտեսնես ինչ կանեմ, այդ պարագայում իրանք ընդգծված նաև ասում են, որ թրիփը, եթե Ամերիկանը դա ուզում ստեղ ներգրավված լինի, մենք դրան դեմ ենք, ավելի կատեգորիկ են դա նշում։ Այսինքն դա ամեն դեպքում մեզ համար վտանգ է ստեղծում, որ մենք անիմաստ տեղը մեզ դե ասենք կողմնորոշվեր ում հետ եք։ Ստացվում է այնպես, որ եթե նույնիսկ այս վարչակազմը մնում է, որ Հայաստանը անգամ իրան
սատարել էր, նրանք ասում են, որ չէ, դու եթե Ամերիկայի հետ խաղեր ես տալի, դա չի կարող լինել։ Իսկ դա խնդիր է մեզ համար առաջացնելու, մանավանդ տեսակ, Ռուսաստան-Իրան հարաբերությունները, մանավանդ այն, որ Ռուսաստանը այնուամենայնիվ ցանկություն ունի ներգրավվածելի հայաստանյան ծրագրերի մեջ։ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Թրամփի անմիջական միջամտությամբ Իրանում հաջողվել է կասեցնել նախապատրաստվող զանգվածային մահապատիժները։ Դե հիմա գիտեք, դա Դոնալդ Թրամփի ցանկությունն է, որ ինքը անընդհատ կանխում է, անընդհատ մարդկանց կյանքեր է փրկում եւ դրա համար որպեսի Իրան գովեն, իրականում նա լրիվ այլ հռետորաբանությամբ էր խոսում, բայց տեսավ, որ դա արդյունք չի տալիս։ Բանագնացի խոսքով տնտեսական խոր ճգնաժամի մեջ գտնվող Իրանը կարող է խուսափել ծանր հետևանքներից, եթե դիվանագիտական լուծում տա միջուկային հարստացման, հրթիռային ծրագրի եւ պրոքսի խմբավորումների խնդիրներին։ Եթե Իրանը ցանկանում է վերադառնալ միջազգային հանրություն, մենք կարող ենք լուծել այդ խնդիրները դիվանագիտական ճանապարհով, եւ դա կլինի հիանալի հանգուցալուծում, իսկ այլընտրանքը վատն է լինելու։ Այսինքն հարցը դիվանագիտական ճանապարհով այս իշխանության հետ։ Հարցին թե արդյոք նա կարծում է, որ Իրանի դեմ որևէ ռազմական գործողություն կլինի, Ուիթքոֆը պատասխանել է. հուսով եմ դիվանագիտական լուծում կլինի։ Սա Ամերիկայի հետ քայլն է, անշուշտ դա երևում է, չնայած մեր համար իհարկե շատ նորմալ է, որ մեր հարևան երկրում պատերազմ չեն, ինչի մասին է խոսքը։ Դա ընդհանրապես քննարկելու բան չի, թե ինչքան լարված իրավիճակում կարող ենք մենք հայտնվել, այդքան մեր հայրենակիցներն են այդտեղ ապրում, մեր հարավային դարպասն են, այնտեղ ինչքան առևտուր է գնում, հազարով մի խնդիրներ կան Իրանի հետ կապված, ել չեմ ասում, որ կարող է փախստականներ մտնեն Հայաստան, անկառավարելի վիճակ ստեղծեն, մանավանդ նրանց օգտագործեն դրա համար, այդ դա միշտ որպես վտանգ մենք միշտ պետք է դա հաշվի առնենք ցանկացած պահի, եթե դրան պատրաստ լինենք, խնդիր չկա, չեն էլ անի, եթե պատրաստ չլինենք, առիթը կօգտագործեն։ Այնպես որ այս իրավիճակում նույնիսկ եթե ասենք այսպես, որ այս փուլը մի քիչ անցավ, չնայած հիշում եք, որ նախորդ անգամ էլ Դոնալդ Թրամփը բանակցային փուլի մտավ ու հանկարծակի հարված հասցրեց, որ արդյունքը մեծ լինի։ Դրա համար պետք չի դա բացառել, որ այնուամենայնիվ ուժային տարբերակը օրակարգից դուրս չի եկել, ուղղակի մի քիչ մի կողմ է դրվել։ Իսկ հիմա նայենք Վենեսուելայի հետ կապված ինչն էր հետաքրքիր։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը ընդունելության ժամանակ։ Մաչադոն նշել է, որ Թրամփը իր կարծիքով լիովին հավատարիմ է Վենեսուելայի քաղաքական բանտարկյալների եւ բոլոր վենեսուելացիների ազատությանը, ինչպես նաեւ գիտակցում է հանրապետության որպես ԱՄՆ ուժեղ դաշնակցի ներուժը։ Իհարկե Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի տվյալներով մրցանակը չի կարող չեղարկվել, հայտարարվել է կամ փոխանցվել ուրիշներին։ Հիմա տեսեք խնդիրը ստեղ ինչն է։ Նախ Դոնալդ Թրամփը այնքան էր ցանկանում Նոբելյան մրցանակ ստանա, որ Մարիա Կորինա Մաչադոն իր մեդալը տալիս է Դոնալդ Թրամփին եւ ասում է դու արժանի ես, էլի ես տալիս եմ։ Իհարկե Նոբելյան կոմիտեն բացատրել է, պարզաբանել է, որ մենք լիազորություն չունենք տված պարգևը հետ վերցնելու։ Մեր լիազորությունը մինչև այդ փուլն է, որ մարդուն տվեցինք մեդալ։ Հետո դա դրանից հետո ինչպես կվարվի, դա իր խնդիրն է։ Ինչպես էլ վարվի, մենք եզրակացություն կանենք, թե ինչպես վարվեց, բայց որևէ լիազորություն չունենք, ասենք դե որ տարար ուրիշին տվեցի, ուրեմն դու արժանի չես որ լինես։ Բայց հարցը կայանում է նրանում, որ եթե Նոբելյան կոմիտեն տվել է քեզ, դու ասում ես ես տալիս եմ, նույնիսկ եթե դա սիմվոլիկ ժեստ է, դա ցույց է տալիս, որ դու արժանի չես այդ պարգևին, որտեղ եթե դու այդ պարգևին արժանի լինեիր, դու քո կողմից չէիր գտնի, որ դու էլ որոշում ես, թե ով կարա արժանի լինի։ Այն որ կարա արժանի լինի, նրա տվյալները ներկայացրած էր եւ մի շարք երկրներ միջնորդել էին այդ ուղղությամբ։ Եվ արդյունքում կոմիտեն որոշել էր, որ դու լինես։ Այսինքն շատ վատ է, որ Դոնալդ Թրամփը, ասենք, լինելով աշխարհի ամենահզոր պետության ղեկավար, մտածում է ինքը այնքան է իր համար կարևոր, որ այդ աչքոնիկը վերել է իր մեդալը տվել է, ինքն է երջանկացած վերցրել է, էլի։ Ասենք կնոջից գնացել ես իր մեդալը վերցնես, պարգևը վերցնես եւ դրանով քեզ լավ զգաս, որ տես ինքը գտնում է, որ ես ավելի արժանի եմ։ Ո՞վ է ինքը։ Ով է ինքը մինչև այդ պարգևը ստանալը կամ ով է ինքը ելնելու դրանից հետո։ Իդեպ հատկապես եթե
բանը պարգևը տվողը կինը աշխարհում հիշում եք էլի պատմությունները կանանց համար ինչ պատերազմներ են եղել կանանց համար պաշարեն քաղաքներ մեկը կհիշի 10 տարի Տրոյայի պատմությունը մեկը կհիշի Մարկ Անտոնիո որ Կլեոպատրայի խաթեր վերցրեց Հռոմի տարածքները տվեց Եգիպտոսին շատ այդպիսի պատմություններ կա որ անգամ տասնամյակով տարիներով կռվել են պետություններ են վերացել նոր պետություններ են ստեղծվել այդ ամեն ինչը եղել է մի պատերազմ որ երբ որ բերել են հաղթողին բանալին են բերել այդ քաղաքի կամ այդ պետության խորհրդանիշը որ վերջ այս պետությունը այլևս քոնն է սկի այդ հաղթանակի բերկրանքը չվայելած գցել են իրանց սիրած կնոջ ոտերի տակ ասել են այս ամեն ինչը քո համար է այս հաղթանակը էլի ավելին պետք չի իրան ինչ եմ ասում որ կնոջ նկատմամբ վերաբերմունք ա եղել այդպես քաղաքակրթական այդպիսի բաներ բայց որ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մի հատ աչոնիկի մեդալը վերցնի եւ իրան լավ զգա դրանով չեմ կարծում որ դա լրջացնում է այս process-ը առավել եւս ուշադրություն դարձնենք Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն ասել է Վենեսուելայի ժամանակավոր կառավարությունը շատ համագործակցային է եղել։ Մինչ օրս նրանք կատարել են Միացյալ Նահանգների եւ նախագահի բոլոր խնդրանքներն ու պահանջները։ Նախագահին դուր է գալիս այն ինչ տեսնում է։ Լևիթը նշել է, որ Թրամփը դեռ մտածում է, որ ընդդիմության առաջնորդ Մաչադոյի համար շատ դժվար կլինի ղեկավարել Վենեսուելան։ Այսինքն այդ մեդալը տալով դեռ են չի, որ ինքը հարցերը լուծեց, որ նախագահ դառնա։ Որովհետև ինչպես ինքն է ասում, նա այդ երկրում հարգանք եւ աջակցություն չի վայելում։ Այսինքն դու եկար ասիր Դոնալդ Տրամփ դու ես արժանի այս մեդալին, բայց ինքը ասում է դու արժանի չես այդ երկրում նախագահ ալնելու։ Եվ առավել եւս այդ մեդալը բանը պարգևը երբ որ հանձնում ես Դոնալդ Տրամփին, Դոնալդ Տրամփը կանգնում ասում է ես Վենեսուելայի նախագահն եմ։ Մենք կարող է վերլուծության ժամանակ ասենք դա ավելի լավ չի Մադուրոին գցեց ինքը հիմա տիրություն անում որ Ռուսաստանն ու Չինաստանը քիչ չխոթեն դա կարանք որպես վերլուծություն ասենք բայց Վենեսուելայում ապրող մարդը ընդդիմության առաջնորդը պայքարող մարդը այսօր որ փոխանակ մտածի որ Դոնալդ Տրամփը Մադուրոին տապալելուց հետո ի վերջո կարող է իր երկիրը ազատություն ստանա ազատ ընտրությունների միջոցով իշխանություն ընտրի, ինքը դիկտատոր Մադուրոից հետո ընդունում է, որ իր երկրի ղեկավարը կարող է լինի Ամերիկայի նախագահը, որը նշանակված ձևով որոշել է, որ այս տարածքը իմն է։ Պաշտոնակատար կմնա մեկը, ում ինչ կասեն գլուխը կախ կանի, բա դու ոնց ես ողջունում։ Դա կարող է մենք էլ ասենք դե լավ ավելի լավ չի, բա դու այդ երկրի քաղաքացի ես, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր ես, դու հիացած ես, որ քո երկիրը այս պահին չի կարող ընտրություն անել եւ իր ղեկավարը ընտրել։ Որովհետեւ Դոնալդ Տրամփն ասում է ամիսների հարց չի, տարիներով պետք է Վենեսուելան մեր վերահսկողության տակ լինի, այդ նավթի վրա պետք է մեր վերահսկողությունը լինի, որովհետեւ Վենեսուելայի նավթի պաշարները աշխարհում ամենամեծն են։ Դու ինչն ես ողջունում։ Եվ պատահական չի, որ հենց դու այդ քայլն անում ես, քո մասին կարծիքը հայտնում են, որ դու այդքան չկաս, որ դու այդ երկրի ղեկավարն ես, դու այդ երկրում հեղինակություն չունես։ Արդյունքը հենց դա է։ Իսկ հիմա նայենք ուկրաինական պատերազմի հետ կապված ինչ զարգացումներ կան։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի եղել եւ չի լինի խաղաղության խոչընդոտ։ Ռուսական հրթիռները, ռուսական շահեդին հրթիռները եւ Ռուսաստանի փորձը ոչնչացնելու Ուկրաինան հստակ ապացույց են այն բանի, որ Ռուսաստանին համաձայնագրեր պետք չեն։ Պատերազմի ավարտը կախված է ոչ թե կողմերի կամքից, այլ Ռուսաստանի վրա ճնշման մակարդակից, խոսքը ոչ կամքի, այլ ճնշման մասին է։ Մեզ անհրաժեշտ է բավարար ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Եվ ամեն ինչ կավարտվի, ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան։ Ինչը համար է հակադարձել Զելենսկին, որովհետև Դոնալդ Տրամփը ընդամենը վերջերս հայտարարեց, որ հիմա նորից հիշեց, որ խոչընդոտում է Զելենսկին խաղաղության գործընթացը, Պուտինը համաձայն է, հիմա է Զելենսկին համաձայն չի, Զելենսկին էլ պատասխանում է, որ ես համաձայն եմ, Ռուսաստանը չի գնում խաղաղության։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, այն ռեժիմը, որը այդքան տարիներ եղել է Իրանում եւ սպանել է այդքան շատ մարդկանց, արժանի չէ գոյության, Ուկրաինան աջակցում է ԱՄՆ դիրքորոշմանը Իրանի հարցում։
Անհրաժեշտ են փոփոխություններ անհրաժեշտ նաև այստեղ Եվրոպայում, Ռուսաստանից սկսած եւ երկարաձգվող արյունահեղությունը պետք է դադարեցվի։ Միանշանակ Զելենսկու տեսակետը ճիշտ է, անկախ նաև Ամերիկան հետ կքաշվի թե չէ Իրանին հարվածելու հարցում, որ մահաբեր զենք տրամադրում Իրանը Ռուսաստանին, որպեսզի պատերազմը շարունակվի եւ այդ հրթիռներով հարվածում են Ուկրաինայի բնակչությանը, զոհվում են խաղաղ բնակիչներ նաև, այսինքն որևէ դեպով բնական է, որ պետք է Ուկրաինան ցանկանա, որ այս ռեժիմը փոխվի, այսինքն լիովին արդարացված է։ Բայց նաև նայենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, Ռուսաստանն այժմ հսկայական թվով զինվորներ է կորցնում Ուկրաինայի անսասան պաշտպանության շնորհիվ, մեկ ամսվա ընթացքում դա կազմում է 20-ից 25 հազար ռուս զինվորի կորուստ։ Ես չեմ խոսում ծանր վիրավորների, այլ մահացածների մասին։ Ռյուտեն ընդգծել, որ Մոսկվան ՆԱՏՕ-ի նկատմամբ իր դիրքորոշումը մեղմացնելու որևէ նշան չի ցուցաբերում, չկա որևէ հիմք կարծելու, որ Ռուսաստանը շուտով կփոխի իր ագրեսիվ եւ անխոհեմ վարքագիծը, ընդհակառակը այն ձգտում է երկարաժամկետ բախման, Ռուսաստանը համագործակցում է Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի հետ, այս նպատակին հասնելու համար, այս 4 երկրներն ավելի ու ավելի են համագործակցում ՆԱՏՕ-ին մարտահրավեր նետելու համար, սակայն դաշինքն առավելություն ունի իր անդամ պետությունների միջև երկարատև գործընկերության։ Այսինքն ընդգծված ձևով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցույց է տալիս, որ Ռուսաստանը խաղաղության չի գնում, ընդհակառակը փորձում է իր դաշնակիցների գործընկերների հետ ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևոր։ Իհարկե Ռուսաստանից հակադարձում են դրան, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, երբ եվրոպացիներն ասում են, որ հրադադարից բացի մնացած ամեն ինչ երկրորդական է, պարզ է թե ինչի մասին են խոսում։ Խոսքը Կիևի ռեժիմին աջակցելու, դրա գոյությունը պահպանելու համար լրացուցիչ ժամանակ շահելու մասին է։ Եվ ըստ էության բոլոր այն նախաձեռնությունները, որոնք քննարկվում են Եվրոպայում, այդ թվում Փարիզում, Ուիտկոֆի եւ Քուշների մասնակցությամբ քննարկվածները, այս բոլոր նախաձեռնություններն ուղղված են բացառապես Ուկրաինայի այն հատվածում ներկայիս նացիստական ռեժիմի պահպանմանը, որը նրանք հույս ունեն, որ կմնա կարգավորումից հետո, որը հնազանդորեն կատարում է Արևմուտքի կամքը, առաջին հերթին Բրյուսելի, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կամքը։ Եւ Բրյուսելը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմի նախապատրաստմամբ, նրանք այս մասին բացահայտ խոսում են, նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Բայց դա այդքան էլ այդպես չի, որ Եվրոպան մի քիչ ավելի այլ տարբերակ է մտածում, իդեպ համագործակցություն Ռուսաստանի հետ կապված դա նրանից չի, որ չեն հասկանում, որ պետք է Ռուսաստանին պատժել եւ ճնշել, այլ պարզապես երբ որ Դոնալդ Թրամփը ցույց է տալիս, որ ինքը լավ հարաբերություններ է ուզում ունենա Պուտինի հետ, ուզում է Պուտինի հետ բիզնես անի, ուզում է Պուտինին մեկուսացումից անի եւ այլ, Եվրոպան պարբերաբար այդ հարցին իր անհամաձայնությունը ցույց է տալիս, որ եթե դու մեզ չես օգնում Ռուսաստանին ճնշելու հարցում, եթե դու մեզ չես օգնում, որ Ուկրաինան չպարտվի, բայց այդ դեպքում հարց է ծագում, դու ինչ ես կորցրել Եվրոպայում։ Գնաց զբաղվի քո աշխարհամասով, տես Վենեսուելայից հետո ուրիշ ինչ ես անում, այսինքն դե որ տենց է, եթե դու պետք է մտածես, որ դու կարաս մտնես Գրենլանդիա, այլ դու Պուտինից ինչով ես տարբերվում։ Այդ դեպքում մենք կդնենք հարաբերությունը կլավացնենք Ռուսաստանի հետ, եւ այդ դեպքում դու դուրս կմնաս եվրոպական խաղից։ Այսինքն սա այնպես չի, որ իրանք պատրաստ են դա կարգավորել։ Պարզապես սա նաև կոնտրքայլ է, որ տես, եթե դու այդպես ես մտածում Եվրոպայի հետ կապված, մենք էլ մտածենք, եթե տենց է Ռուսաստանը մեր հարևանն է, դու պետք է մեզ պարտադրես, մենք ճնշված ձևով հարևանի հետ լավ ելնենք, եթե մենք այդ հարևանի հետ լավ ելնենք, Չինաստանի, Հնդկաստանի հետ լավ ելնենք, վաղն էլ Իրանի հետ լավ ելնենք, գնա դու մտածի, թե դու ընդհանրապես Եվրոպայում ինչ կարաս անես։ Առավել ևս Գրենլանդիայի հետ կապված վերաբերմունքը դա կարմիր գիծ է Եվրոպայի համար։ Դրա համար ուզեմ ասեմ, եթե Եվրոպայից նույնիսկ հնչում է Ռուսաստանի հետ հարաբերությունը կարգավորել, դա այդքան էլ այդպես չի։ Ուղղակի դա պատասխան քայլ է, ասում են Ռուսաստանին, բայց խաբարն ուղարկում են Ամերիկային։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, եթե մեզ հաջողվի խաղաղություն եւ ազատություն վերադարձնել Եվրոպա, եթե վերջապես հավասարակշռություն գտնենք մեր ամենամեծ եվրոպական հարևան Ռուսաստանի հետ, մեր հարաբերություններում եթե խաղաղություն տիրի, եթե ազատությունն ապահովվի, եթե մեզ հաջողվի այս ամենում, ապա Եվրամիությունը եւ մենք Գերմանիայում նույնպես կհաղթահարենք այս վերջին փորձությունը եւ կկարողանանք վստահորեն նայել 2026 թվականից հետո ապագային։ Ռուսաստանը եվրոպական երկիր
իր է հավելել մերձը։ Իդեպ Ռուսաստանի հետ համագործակցության օգտին խոսել են եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, եւ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, բայց նայեք եւ Գերմանիայի հետ կապված, երբ որ ինքը կոնկրետ ձևակերպում է Ռուսաստանը եվրոպական երկիր է։ Ռուսաստանը ժամանակին եվրոպական մաս կազմել է, եվրոպական անվտանգության մաս է կազմել։ Ռուսաստանը այսօր էլ եթե նայես իր տարածքով մի քիչ էսկոմ ենքոն, որովհետև մի մաս օկուպացրել է ինքը իր տարածքի մեջ է հաշվում, դրա մաս տույք տոկոսը չասեմ, մոտավորապես 23-ից 25%-ն է ընդամենը Ռուսաստանի եվրոպական մասում, մնացածը արևելյան մասն է, ասիական մասն է Ռուսաստանի, բայց այդ 23-ից 25%-ի վրա մոտավորապես մի քիչ տեղաշարժերը շատ է հստակ ֆիքսելը մի քիչ բարդ է երկրի ներքին տեղաշարժը, համենայն դեպս ապրում է բնակչության 80%-ը եվրոպական մասում 23-ից 25%-ի վրա ապրում է 80% բնակիչ եւ երկրի համախառն ներքին արդյունքի 80%-ը եվրոպական մասի վրա է Ռուսաստանի։ Ռուսաստանը այո ժամանակին անվտանգության մաս է կազմել նաև Եվրոպայի։ Շատ-շատերը լավ հիշում են, որ Նապոլեոնի արշավանքից հետո, երբ որ հավաքվեցին արդեն դաշինք կազմեցին Նապոլեոնին հետ մղելու հետ կապված, երբ որ եկան արդեն տապալեցին Նապոլեոնին, հետո ստեղծվեց Եվրոպայի անվտանգության կոնցերտը, որ այսինքն իրար հետ համահունչ ձևով, որպես նվագախումբ իրանք ապահովի, առաջի անգամ գերտերության գաղափարն առաջ եկավ։ Եվրոպական անվտանգության գաղափարը առաջ եկավ։ Վենայի կոնգրես 1814-15 թվականներին, իսկ արդեն Եվրոպայի անվտանգության կոնցերտը արդեն եղավ 15 թվականին, Ֆրանսիայի տապալելուց հետո, եւ գերտերություններ էր Անգլիան, գերտերություն էր Ավստրիան, գերտերություն էր Ռուսաստանը։ Հետագայում իհարկե Պրուսիային էլ դրա մեջ ներգրավեցին մի քիչ ավելի ուշ նաև Ֆրանսիային։ Ուզում եմ ասեմ Ռուսաստանի դերակատարությունը այդպիսին են արել։ Ով է մեղավոր, որ Վլադիմիր Պուտինը իր մոնղոլ թաթարական անցյալը հիշեց եւ երկիրը մղեց դեպի արևելք։ Բայց ժամանակին Ռուսաստանն ասում էր մեր արտաքին քաղաքական կողմնորոշումը վեկտորը դեպի Եվրոպա է։ Երկրորդը Ամերիկան, նոր երրորդը ԱՊՀ, ով որոշեց, որ մի հատ Ղրիմ օկուպացնելու պատճառով սանկցիայի տակ մտնի Եվրոպային թշնամի համարի եւ գլորվի գնա դեպի թաթար մողոլների գիրկը եւ սկսի արդեն մտածել նրանց հետ առևտուրանի Չինաստան, Հնդկաստան եւ կոմպենսացնի այն կորուստները, որը ունի Եվրոպայի հետ։ Ու չմոռանանք, երբ որ Նապոլեոնի պատերազմի ժամանակ Վատերլոյում ռուսները նույնիսկ չմասնակցեցին Վատերլոյի պատերազմին։ Նրանք այլ տեղ էին, որտեղ արդեն Էլբա աքսորելուց հետո իրանք արդեն հետ էին քաշվել, անգամ մտածում էին հետ գալու մասին, բայց դեռ ամբողջական զորքը դուրս չէր եկել Ֆրանսիայից։ Եվ Վատերլոյի ճակատամարտը իր վրա վերցրեց Անգլիան։ Ռուսները չեն մասնակցել։ Ավստրիացիներն էլ չեն մասնակցել։ Բայց դա չխանգարեց, որ հաղթանակից հետո երեք գերտերության մեջ Եվրոպայի անվտանգության կոնցերտը լիներ եւ Ռուսաստանը դրա մաս կազմեր անգամ Վատերլոյում չհաղթելով 1815 թվականի հունիսի 18-ին իր վրա հարվածը վերցրեց Արտուր Վելինգտոնը Անգլիան իհարկե շատ վճռորոշ դեր կատարեց նաեւ Ֆեդմարշալ Բլյուխերը Պրուսիայի բանակը որ եկավ միացավ իրանց իսկ այդ ժամանակ Ռուսական բանակը, որ մտածում էր Փարիզը պահի, եթե այնտեղ պրուսացիներին ջարդեր Նապոլեոնը, անգլիացիներին ջարդեր հաղթեր, դրանից հետո Ռուսաստանը իր տարածքից կտրված այդ ինչ էր կարողանալու անել Ֆրանսիա։ Փարիզը ոնց էր պահելու իր երկրից կտրված վիճակով, այն մյուսներին ջախջախելուց հետո, որ զորքը հետ գար։ Այսինքն ուզեմ ասեմ նույնիսկ այդ որ այդ վերջի փուլին կարևոր ֆազային չի մասնակցել Ռուսաստանը չխանգարեց որպեսի իրանք նրան դիտարկեն որպես Եվրոպայի անվտանգության կարևոր գործընկեր։ Այո, այդ ժամանակ հրամանատարը Միխայել Բոգդանովիչ Բարկլայ դե Տոլին էր, որը որ իր զորքով Փարիզի ուղղությամբ էին մտածում։ Իսկ Ավստրիայի հրամանատարն էլ Կարլ Շվարցենբերգը գեներալ Ֆեդմարշալ, որը հետագայում նաև դարձավ գեներալիսիմուս։
Այսինքն սա ուզում եմ ասեմ, որ Գերմանիայի կողմից այս արտահայտությունը, որ Ռուսաստանին դիտարկել եվրոպական պետություն, դու կարաս դիտարկես, բայց ինքը իրան մողոլ թաթար ասոցացնում։ Ռուսաստանի ամենամեծ վնաս հասցնողը Պուտինն է, ժողովուրդ ջան։ Անենց վնաս, որ Պուտինն է հասցնում, անենց որ իր պաշտոնավարման ժամանակ Եվրոպայից կտրեց տարավ դեպի այն կողմ, որևէ մեկի մտքով չէր անցնի։ Էնպես որ ուզեմ ասեմ, բայց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը մերժել է Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջնորդների առաջարկը վերսկսել դիվանագիտական շփումները Պուտինի հետ, որպես Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերի մաս։ Կարծում եմ մեզ անհրաժեշտ են ապացույցներ, որ Պուտինն իսկապես խաղաղություն է ուզում, իսկ այս պահին ես դա չեմ տեսնում։ Մենք տեսնում ենք հսկայական նվիրվածություն այն աշխատանքին, որն Ուկրաինան կատարում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի աջակցությամբ, խաղաղ կարգավորման ծրագրեր մշակելու հարցում, ներառյալ անվտանգության երաշխիքները, սակայն մինչ այժմ ես որևէ ապացույց չեմ տեսնում, որ Պուտինը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ մասնակցել քննարկումների, նման ապացույցների բացակայության դեպքում Մոսկվայի վրա ճնշումը պետք է մեծանա պատժամիջոցների եւ ռազմական աջակցության միջոցով, այլ ոչ թե թուլանա, հավելել է Քուփերը։ Այսինքն Մեծ Բրիտանիան, այս այն նույն Բրիտանիան է, որ ասեցի, որ Ռուսաստանի հետ 15 թվականին եվրոպական անվտանգության հիմքն են դրել կոլեկտիվ անվտանգության, ինդեպ խոսում էին պետությունների տարածքային ամբողջականության սահմանների անխախտելիության մասին դեռ 15 թվականին, էլի, ուզում ասեմ, այդ անվտանգության այսօրվա բանաձևերը դեռ այն վաղտից է գալիս, բայց հիմա Անգլիան, Մեծ Բրիտանիան չի վստահում այսօրվա Ռուսաստանին, որ այդ սրա ղեկավարը Ալեքսանդր առաջինը չի, Վլադիմիր Վլադիմիրովիչն է, որը տեսնում եք իր երկրի գլխին ինչ է բերում։ Մի բան էլ փորձեմ հասցնեմ, այս երկու օր չեմ կարողանում դառնալ, դա կարևոր թեմա է։ Լրագրողները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հարցրել են Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենի հայտարարության մասին, որը Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենի հետ համատեղ ասուլիսում ասել է. Գրենլանդացիները կընտրեն Դանիան, եթե նրանց խնդրեն դա անել։ Այստեղ եւ հիմա, թե դա իրենց խնդիրն է, ասել է Թրամփը, էլի ես համաձայն չեմ նրա հետ, ես չգիտեմ թե ով է նա, ես ոչինչ չգիտեմ նրա մասին, բայց դա մեծ խնդիր կլինի նրա համար, ասել է Թրամփը։ Գրենլանդիայի վարչապետը հայտարարել էր, որ իրենք բախվում են աշխարհաքաղաքական ճգնաժամի, սակայն կղզու դիրքորոշումը հստակ է։ Եթե մենք ստիպված լինենք ընտրել Միացյալ Նահանգների եւ Դանիայի միջև, այստեղ եւ հիմա մենք կընտրենք Դանիան։ Մի բան պետք է բոլորի համար պարզ լինի. Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների սեփականությունը։ Գրենլանդիան չի ցանկանում Միացյալ Նահանգների կողմից կառավարվել։ Գրենլանդիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների մաս, նշել է Նիլսենը։ Իդեպ, տեսեք, ինչով է դա շատ կարևոր, այս մարդկանց սկզբունքային դիրքորոշումը ուղղակի նախանձելու աշճան, ամոթանքի աշճան մեզ համար, որովհետև տեսեք, մարդը չի ցանկանում աշխարհի ամենահզոր պետության քաղաքացի լինել, որովհետև կորցնելու է իր դեմքը։ Տեսեք, մենք հայրենիք ունենք Հայաստանի Հանրապետություն պետություն, մեր քաղաքացին եթե գնում է Ֆրանսիայում ապրում, ինչ ուզում է սարա Ֆրանսիայի քաղաքացիություն է ստանաս, տիտղոսային ազգը ֆրանսիացի, նաև շատերը կարող ասեն շովինիստ են իրանք, դուք չգիտեք ոնց են, այնուամենայնիվ մենք մեզ լիարժեք չենք զգում, նույնը կարող է ասեն Մեծ Բրիտանիայում, նույնը կարող է ասեն տարբեր երկրներում, բայց Ամերիկայում տիտղոսային ազգ չկա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղաքացիություն է։ Քաղաքացի է ու վերջ։ Այսինքն եթե մեկը գնում է Հայաստանից Ամերիկա, իր համար կոմֆորտ է, ինչի համար, որովհետև ինքը եթե Ամերիկայի քաղաքացի է, որևէ մեկը չի ասում, սա մեր երկիրն է, դու ով ես, որ եկել ես, այս մեր ազգի երկիրն է, որինն է։ Եթե շատ խորանան, ձեր այդ երկիրում որ պատկանում է ռեզերվացիա են հնդկացիները։ Այդ ում երկիրն եք բազարանում իրար մեջ։ Բայց հենց այդ, որը որ մեզ համար առավելություն է համարվում կամ մեկ ուրիշի համար առավելություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի լինելը այլևս վերջ հավասար են բոլորը, ինչի համար հարմար չի Գրենլանդիայի համար, որտեղ այդ մարդիկ բնակչության 90%-ը էսկիմոսներ են գրենլանդական, այսինքն կահալիտներ, 10%-ն էլ հիմնականում դանիացիներ եւ եվրոպական տարբեր տեղերից։ Մարդը իր ազգային ինքնությունը պահում է։
այսօր Դանիայի տիրապետության տակ իր ազգային ինքնությունը պահում է Դանիան ոտնձգություն չունի որտեղ արհեստականորեն բնակչությունը փոխի հենց միացավ Ամերիկայի Միացյալ Նահանգին այն առավելությունը որ ես ասացի տարբեր երկրների համար Ամերիկայի քաղաքացի դառնալ իր համար դառնում է թերություն որտեղ ինքը ուղղակի կվերանա 57,000 բնակիչ ունեցող պետությունը դեկուս մտնում է Դանիայի կազմում ինքնավար հանրապետությունը ինքը ուղղակի կվերանա որովհետև ինչքան բնակիչ ուզենան այնտեղ կտանեն ազատ տեղաշարժի պարագայում այո ինքը կունենա աշխարհի ամենահզոր երկրի քաղաքացիություն որոնք մարդիկ երազում են ունենալ բայց ինքը չի ունենա պետություն իր ազգային ինքնությունը չի պահվի այսպես են դողում իրանց հողի վրա այսպես են մտածում ինչպես պահել իրանց հողը իսկ Դոնալդ Տրամպը դրանից պետք է ուղղակի հպարտություն զգա ոչ թե մտածի այդ մարդկանց կոտրել ու ճնշել ամեն մեկին $100,000 է տալի միլիարդավոր դոլարներ էս երկրին տալի ասում են չի վաճառվում ընկեր հասկացի կարող է դժվար է քեզ համար հասկանալ դու բիզնեսմեն ես չես կարողանում հասկանալ որ երկիրը խանութ չի այն մարդ հասկացի էլի բայց դու պատկերացնում ես Տրամպը ցանկանում է դա կոտրի մի բան այն հպարտությունը որ տեսնում է որտեղ ինքը էսկիմոսին էլ է նախանձում ասում ոնց կարելի է հայրենիքը սենց սիրել դուք չեք հասկանում որ Ամերիկայի քաղաքացի լինելն ավելի լավ բան է ասում քո համար լավ է մեզ համար լավ չի մենք կորցնում ենք մեր պետությունը Դանիան մեզ չի պարտադրում պետությունը կորցնել դու ավտոմատ ձևով ես պարտադրելու որտեղ քո երկրում չկա այդ ազգային խմբավորումը որը կարգավիճակ ունենա դու մի հատ նահանգի մեջ մտնելու ես ու պրծավ այդ երկիրը այմա թող այդ ամեն ինչը նայի եւ դրա համար Դանիայի արտգործնախարարը Սպիտակ տանը տեղի ունեցած երրակոմ հանդիպումից հետո ասել է մեզ չհաջողվեց համոզել Միացյալ Նահանգներին հրաժարվել Գրենլանդիա բռնակցելու իր ցանկությունից մենք դեռ ունենք տարաձայնություններ այսօր հանդիպել ենք Վենսի եւ Ռուբիոյի հետ դա նախորդներ ասում այսօր եկել էին Գրենլանդիայի եւ Արկտիկայի անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր քննարկելու Դանիայի թագավորությունն արդեն ամրապնդել է իր սեփական ներդրումը ռազմական կարողությունների համար լրացուցիչ միջոցներ հատկացնելով ոչ թե շների սահանակներ այլ նավեր անօդաչու թռչող սարքեր կործանիչներ եւ այլն եւ մենք անկասկած պատրաստ ենք ավելին անել մենք կշարունակենք բանակցությունները որոշել ենք ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ ուսումնասիրելու համար թե արդյոք կարող են գտնել առաջ շարժվելու ընդհանուր ուղի ասել է արտգործնախարարը նախարարը նշել է որ Դանիայի եւ Գրենլանդիայի տարածքային ամբողջականության խախտումը լիովին անընդունելի կլինի Դանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է որ Գրենլանդիայում ոչ Ռուսաստանից ոչ էլ Չինաստանից սպառնալիք չկա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել է Դանիայի խնդրանքով ես որոշել եմ որ Ֆրանսիան կմասնակցի Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված համատեղ զորավարժությունների նավթիկական ամրություն գործողությանը առաջին ֆրանսիական զորամասերն արդեն ճանապարհին են մյուսները կհետևեն նշել է Մակրոնը բայց դրանից հետո արդեն տարածել է նոր հայտարարություն արել Մակրոնը հայտարարել է որ Ֆրանսիան առաջին զորավարժությունն արդեն ժամանել են Գրենլանդիա ելույթ ունենալով համաշխարհային խաղաղությանը սպառնացող վտանգների մասին Մակրոնն ընդգծել է որ Ֆրանսիան եւ Եվրոպան պետք է շարունակեն ներկայություն ապահովել այնտեղ որտեղ իրենց շահերը վտանգված են Մակրոնը շեշտել է եվրոպական երկրների հատուկ պատասխանատվությունը Դանիայի թագավորությանը պատկանող այս տարածքի անվտանգության հարցում եւ հաստատել որ առաջիկա օրերին Ֆրանսիայի ներկայությունը կուշեղացնի լրացուցիչ ցամաքային օդային եւ ծովային միջոցներով ինքնիշխան պետության կողքին կանգնելու եւ նրա տարածքը պաշտպանելու Գերմանիան, Շվեդիան եւ Նորվեգիան հաստատել են որ այս շաբաթ զինվորականներ են ուղարկում Գրենլանդիա Կանադան եւ Ֆրանսիան նաեւ հայտարարել են որ առաջիկա շաբաթներին նախատեսում են հյուպատոսություններ բացել Գրենլանդիայի մայրաքաղաք Նաուկում Դանիայի պաշտպանության նախարարը Գրենլանդիայի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումն անվանել է լիովին հիպոթետիկ քիչ հավանական է որ ՆԱՏՕ-ի որևէ երկիր հարձակվի ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի վրա ասել է Տրոս Լունդ Պաուլսենը Իսկ Դոնալդ Տրամպը ամեն դեպքում փորձել է սպառնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել դանիական զորքերը պետք է անմիջապես դուրս գան Գրենլանդիայից հայտարարել է Դոնալդ Տրամպը ՆԱՏՕ ասա Դանիային որ անմիջապես դուրս գա շների երկու խումբը բավարար չէ պաշտպանության համար միայն ԱՄՆ-ն կարող է դա անել դանիական հետախուզությունը անցյալ տարի զգուշացրել էր Գրենլանդիայում Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական նկարտումների մասին իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Գրենլանդիան կարող է հույս դնել մեզ վրա քաղաքական, տնտեսական, ֆինանսական եւ անվտանգության հարցերում Արկտիկայի անվտանգության քննարկումը առաջին հերթին ՆԱՏՕ-ի համար կարևորագույն հարց է
Ամերիկայում անցկացված հարցման արդյունքները Ամերիկացիների 3 քառորդը դեմ է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը հաստատելու ԱՄՆ փորձերին, ինչը ցույց է տալիս, որ նախագահ Դոնալդ Թրամփի տարածքային ընդլայնման ձգտումը բախվում է հանրային կոշտ դիմադրությամբ։ Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 25%-ն է հավանություն տալիս Դանիայի տարածքի նկատմամբ Միացյալ Նահանգների վերահսկողությունը հաստատելու փորձին։ Ավելին, նույնիսկ հանրապետականներն են 50-50, անգամ հանրապետականները, որ Թրամփին պաշտպանեին, նրանց կեսը դեմ է այդ ամեն ինչին։ Մոտարապես 10-ից 8 անկախ հարցած, ովքեր հակված չեն որևէ կուսակցության, ևս դեմ են հանդես եկել Թրամփի տարածքային ընդլայնման ձգտմանը։ Ավելի շատ մարդիկ են համարում, որ Թրամփի այս տարվա արտաքին քաղաքականությանն առնչվող որոշումները խաթարել են Ամերիկայի հեղինակությունն աշխարհում։ Նման կերպ են կարծում հաշվվածների 57%-ը, այն դեպքում, երբ նախորդ ամռանը այդ ցուցանիշը կազմում էր 53%։ Այնպես որ տեսնում եք, որ արդեն այս ամեն ինչի հետ կապված այն վերաբերմունքը, որը գոյություն ունի, Դոնալդ Թրամփին չի հաջողում։ Ուզում է դա անի, որպեսզի այս տարվա վերջին նոյեմբերի ընտրություններում առավելություն ունենա, բայց ինչպես տեսնում եք, հասարակությունը հակառակ ազդեցություն է ունենում այդ ամեն ինչի նկատմամբ հակառակ վերաբերմունք։ Իսկ Հայաստանից մի ինֆորմացիա կար, Հայաստանի վարչապետի խոսնակ Նազարի Բաղդասարյանը տեղեկացրել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին։ Դավոսի տնտեսական ֆորումը 56-րդ համաշխարհային ֆորումը կկայանա 2026 թվականի հունվարի 10-ից 23-ը կմասնակցեն տարբեր երկրների կառավարության ղեկավարներ, բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հատուկ ընդգծված Դոնալդ Թրամփն ասել է, որ ես մասնակցելու եմ։ Հատուկ գալու եմ եւ նոր խնդիրներ առաջ քաշեմ, նոր աշխարհակարգի հետ կապված շատ լուրջ ձևակերպումներ, խնդիրներ, ինչպես ենք հասնելու նրան, դարձնենք Ամերիկան նորից հզոր եւ այլ եւ նոր աշխարհակարգի հետ կապված այդ տնտեսական ֆորումում ինքը իր ասելիքն ասի։ Ինչի՞ չէ Փաշինյանը մասնակցում, օրինակ անցյալ տարի մասնակցել է։ Պատճառը ո՞րն է։ Խիստ զբաղված է։ Բայց մարդիկ չեն նայում, ինչով է զբաղված, որ չես գալի։ Տարբեր երկրները ասում են չենք մասնակցում, զբաղված ենք։ Փաշինյանի օրակարգը, որ նայես թմբուկ խփելն ու ստեղ գնալ էս անել, այն անել, կմտածեն, որ ինքը իսկապես զբաղված է։ Այն դեպքում, երբ որ Թրամփը գալու է նոր աշխարհակարգից խոսա։ Բա գնայիր, այս ինչա Միշուստինը չի, հա, որ հենց կանչի թռած գնաս։ Որտեղից կանչես, գամ հասնեմ քեզ։ Քանի հատ հանդիպում է Միշուստինի մակարդակով գնացել մասնակցել, լինի դա Մոսկվայում, լինի դա Սանկտ Պետերբուրգում, թե լինի Ալթայում, որովհետև այն դեպքում, երբ որ ինքը կարող հանգիստ չմասնակցեր, միշտ կառավարական նիստեր էր, որի մակարդակը վարչապետի մակարդակը չէր, մեր երկրի պարագայում փոխվարչապետը պետք է մասնակցեր, բայց դե ոնց կարա Միշուստինը կանչի, ինքը չգնա։ Իդեպ անցյալ տարի բանը Փաշինյանը մասնակցել է, այնպես չէ որ ինքը ասի ընդհանրապես չեմ մասնակցել, էլի առիթ եղել է որ մասնակցել է։ Այսինքն բայց հիմա դե ինքը զբաղված է, այտենց հասարակ հարցերով չի զբաղվում։ Այս հատկապես այս մեկը նոր աշխարհակարգի հետ կապված բան է ասելու Թրամփը, դու որտեղ ես։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։